Ձեր ընդունելությունը այնքան ջերմա, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ոնց այստեղից առանց բոլորիդ ողջունելու ոնց է հեռանալու ինքը։ Նախ ես իմ անունից եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս ջերմ ընդունելության համար եւ ես երբ որ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի, որ ասում էի դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում է դե լավ երևի չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ երբ որ այսպիսի տեսարան է լինում, ես անդադ իրեն հիշեցնում եմ, ասում եմ տես որ չէի չափազանցնում։ Խնդրում եմ մի հատ բուռն ծափերով նախագահ Մակրոնին ողջունել։ Այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Էմանուել Մակրոնին։ Bonjour Gyumri. Բարի օր Գյումրի։ Je voulais, avant de partir, et en remerciant Monsieur le Premier ministre, cher Nicole, vous dire juste un mot. Մինչև գնալս Թանկագին Նիկոլ, պարոն վարչապետ, ցանկանում եմ երկու բառ ասել եւ շնորհակալություն հայտնել ձեզ։ D'abord pour remercier l'orchestre et l'ensemble des artistes qui se sont produits et qui vont continuer de jouer. Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբին եւ բոլոր այն երաժիշտներին, որոնք ելույթ ունեցան եւ կշարունակեն համերգը։ Et puis pour vous remercier vous, Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ pour le magnifique accueil que vous nous avez réservé, le magnifique accueil que j'ai eu à Erevan et aujourd'hui avec l'ensemble de la délégation française à Gyumri. այն ջերմ ընդունելության համար, որ ինձ արժանացրեցիք Երևանում եւ այստեղ Գյումրիում եւ իմ ողջ պատվիրակությանը։ Personne n'a oublié ce jour de décembre 1988 où les horloges se sont arrêtées. Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, Où la ville a été touchée երբ ամբողջ քաղաքը քարացավ, et où le monde s'est levé pour toi, Arménie. աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար Հայաստան։ Charles Aznavour l'a chanté, la France s'est mobilisée, plus de 500 pompiers, sapeurs-pompiers, militaires se sont mobilisés pour venir en aide. Շարլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց 500-ից ավել հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության։ Et Gyumri est rené Եվ avec cette Գյումրին pierre noire. վերածնվեց, Et après l'enfer, et après l'hiver, դժոխքից եւ ձմեռվանից հետո c'est un nouveau printemps. նոր գարուններ եկան։ Et je suis très heureux avant de partir de pouvoir vous dire que j'étais très fier durant ces 2 jours d'être à vos côtés. Եվ մեկնելուց առաջ ցանկանում եմ ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ ձեր կողքին։ Nous savons toutes les difficultés qu'il y a eu ces dernières années. Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Mais comme Gyumri est là, avec ce nouveau visage, l'Arménie avance en paix, en stabilité, avec l'Europe. Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ Եվրոպայի կողքին։ Et comme nous étions là en décembre 1988, nous étions là dans les pires heures de 2020 et nous serons là aujourd'hui et demain à vos côtés. Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա այժմ ձեր կողքին։
Alors merci Gyumri, merci l'Arménie. Et n'oubliez jamais que la France vous aime. Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Gyumri. Կեցե Հայաստանը, Merci. կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Ժորժան, ուրեմն տեսեք, այս քիչ առաջ ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի վերջին միջոցառումն է։ Հիմա այստեղից մենք գնում ենք օդանավակայան, որպեսզի ճանապարհեմ ես նախագահ Մակրոնին, բայց ես ուզում եմ սկզբից դուք իրեն ճանապարհեք ձեր բուրըն ծափահարություններով եւ ողջուններով։ C'était la dernière séquence avant que le président de la République française reparte en France. Nous partons d'ici directement à l'aéroport pour raccompagner Monsieur le Président, mais je souhaite à ce que vous puissiez lui dire au revoir vous-même avec vos applaudissements. Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Vive Monsieur Macron!